Հետպատերազմյան տրավման մարդուն զրկում է իր նպատակներից, պատում սարսափներով, տագնապներով, վատատեսությամբ։ Պատերազմից 6 տարի անց էլ մեր հասարակությունն ապրում է կոլեկտիվ տրավմայի պայմաններում, հաճախ նույնիսկ չգիտակցելով դա, ասում է հոգեբան, հոգեթերապևտ Տիգրան Դովլաթյանը։ Նրա խոսքով ծանր հոգեվիճակը կարող է շարունակվել տարիներով, խորը հետք թողնելով մարդու կյանքի վրա։ Այդ իրավիճակում հոգեբանը կարևորում է մասնագետների միջամտությունը։ Հիմնականում մարդկանց մոտ առաջ է գալիս հոգեբանական մի շարք խնդիրներ, որոնց են տագնապային դրսևորումները, սրտխփոց, շնչարգելություն, մարդիկ ատամներն են կրճտացնում, այդ սիմպտոմներն եմ ասում, խնդիրների անքնություն, մղձավանջային երազներ եւ այլն։ Բայց սովորաբար իրադարձությունից հետո այս սիմպտոմները գնալով նվազում են։ Սակայն լինում են դեպքեր ու այդ օրինաչափությունն է, որ մարդիկ չեն կարողանում հաղթահարել, ոչ բոլորի մոտ է հաղթահարվում։ Ու այս վիճակը կրում է, եթե կարանք ասենք, քրոնիկ վիճակ, այս ժամանակ արդեն գործ ունենք դեպրեսիվ ֆոնի հետ, հետտրավմատիկ ստրեսային խանգարումների հետ։ Մեր օրգանիզմը ունի այդպես հատկություն, որ ինքնա բուժում է մեզ, եւ բացի այդ, ոնց որ մասնագիտական հաջողությունները այստեղ կարեւոր են, ինչով նաեւ զբաղվում է հիմնադրամը։ Բնականաբար չեն կարող, բոլորին հաջողություն ցուցաբերել, բայց այստեղ գոնե ամենից կարևորը այդ անվտանգության զգացողությունը մարդկանց մոտ վերականգնելն է, որ մարդիկ ապագայի հանդեպ ունենան վստահության ու անվտանգության զգացողություն, որպեսզի չլինեն, եթե ես ինչ-որ գործողություն եմ ձեռնարկում, շատերի մոտ ենք լսում, որ ապագայի հանդեպ պլաններ չենք կազմում, որովհետև չգիտեն գլխներից ինչ է գալու։ Սա հենց այդ ներկայում անվտանգության զգացողության բացակայումն է, որը վերականգնելը քիչ թե շատ բերում է ապագան տեսնելու, ապագան կառուցելու, այդ թմբիրից ձերացած դուրս գալուն։ 44-օրյա պատերազմից 2 տարի անց ամերիկահայ բարերար Նուբար Աֆեյանի, ԱՄՆ արևելյան թեմի առաջնորդ Տեր Խաժակ arczepiskopos Պարսամյանի կողմից եւ Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ է ստեղծվել հայկական հոգեվոր վերականգնման հիմնադրամը։ Հիմնադրամը սկսել է հոգեբանական աջակցություն ցուցաբերել այն մարդկանց, ում կյանքը փոխել է պատերազմը։ Հիմնադրամի իրականացրած վերլուծության համաձայն վերջին տարիներին Հայաստանի տարբեր անկյուններից թեստավորում անցած 10,000 քաղաքացիներից շուրջ 44%-ի մոտ արձանագրվել են միջին եւ ծանր դեպրեսիայի նախանշաններ։ Հիմնադրամի վերականգնման հայկական ճանապարհ եռամսյա ծրագիրը 3 փուլից է բաղկացած՝ ամոքվել, զորանալ եւ հաջողել։ Հոգեվոր հոգեբանական աջակցության այս ծրագրում համադրվում են հոգեբանությունը որպես գիտություն, մեր ժողովրդի վերականգնողական ներուժը, ինչպես նաեւ եկեղեցին ու հոգեվոր արժեքները։ Կոլեկտիվ տրավմաներից հետո անհատական հետևանքների արդյունքում մարդկանց մոտ ապագայի հանդեպ տեսլականը կարծես թե նվազում է, մարդիկ մնում են սառած վիճակում ու կարծես թե վտանգ են համարում դեպի ապագա շարժվել, գոյատևման ռեժիմի տակ են դրանք ոնց որ ապրում, կոլեկտիվ տրավմայի արդյունքում ոչ միայն խաթարվում է անձնական անվտանգության զգացողությունը, այլև մարդիկ կորցնում են իրենց պատկանելիության զգացողությունը։ Հիմնադրամի աշխատանքների ընթացքում որոշեցինք, որ մարդկանց մեջ պետք է առանցնենք նաև պատմամշակութային վերաիմաստավորում, ինչպես նաև հոգեվոր վերաիմաստավորում, ինչը ենթադրում է, որ մարդիկ վերամշակելով իրենց պատմությունը, վերաշարադրելով իրենց պատմությունը, տեսնում են, որ այն արհավիրքները, որոնք իրանց հետ տեղի են ունեցել, ոնց որ իրենք դրա մեջ մենակ չեն, այլ պատմության ընթացքում իրենք կարծես թե այդ ընդհանուր շղթայի, հիմա եթե իրեն զգում են առանձին օղակ, այս պարագայում արդեն սկսում են զգալ ընդհանուր շարունակական շղթայի մեջ, ինչը բարձրացնում է պատկանելիության զգացողությունը, բարձրացնում է ապագայի հանդեպ հավատի զգացողությունը եւ մարդիկ աշխատանքների արդյունքում երևում է, որ մարդիկ աշխատանքներից հետո սկսում են դեպի ապագան տանող ինչ-որ քայլեր անել, դրանք կարող են լինել փոքր քայլեր, հասարակ, չգիտեմ, գիրք կարդալը, մասնագիտական աշխատանքի դիմելը եւ այլն, բայց այդ որ տեղաշարժը զգացվում է, հետազոտությունների արդյունքում դա երևում է։ Հիմնադրամն Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում ամփոփեց 2025 թվականի իր գործունեությունը։ Պանելային քննարկմանը մասնագետները խոսեցին պատերազմի անտեսանելի հետևանքների, կոլեկտիվ տրավմայի եւ առաջարկվող լուծումների մասին։ Եվս մի գործոն, որի պատճառով մենք տրավմայի մեջ մտանք շատ խորքային, ոչ պատերազմ, ոչ խաղաղություն վիճակն էր, որը տևեց 30 տարի գրեթե։ Այդ վիճակում դու չես կարող, օրինակ դու ապրում ես մի հարևանի հետ, որը որ
օբյեկտիվորեն կամ սուբյեկտիվորեն սպառնալիք է, բայց դու չգիտես իր հետ ընկերություն ես անում, հարևանություն ես անում, թե կռիվ ես անում։ Հայտնի չի, բայց այդ պատը անընդհատ խոցելի է քեզ համար եւ վտանգ է։ Եվ ահա վերջի վերջո կամ պատն է ջարդվում կամ քո պսիխիկան։ Եվ մեզանում տեղի ունեցան այդ երկուսը։ Մենք ամենակարևոր փուլում ենք իրականում, առաջին էմոցիոնալ արձագանքից հետո ավելի սիստեմավորած օգնություն կազմակերպելու փուլի առջև ենք, եւ ես չեմ նկատում, եթե այդպես չի թող հնչեն հակառակ կարծիքներ, ես չեմ նկատում միավորող ուժեր, չեմ նկատում միավորված ջանքեր, որպեսզի այս կարևոր փուլը իսկապես անցնենք համակարգված ձևով։ Այս փուլում ինձ թվում է պակասել է հետաքրքրությունը ինչպես միջազգային արենայում, այնպես էլ կազմակերպություններ, որոնք պատրաստ են դա անել, չունեն աջակցություն միջազգային դոնորներից, խիստ պակասել է այդ օգնությունը։ Վերջին 3 տարվա ընթացքում մասնագետներն աջակցել են շուրջ 5000 շահառուի, օգնելով նրանց հաղթահարել հոգետրավմայի հետևանքները, վերագտնել հավատը սեփական ուժերի հանդեպ։ Հիմնադրամն իր շահառուներին առաջարկում է բազմաբնույթ ծառայություններ, վերապատրաստման ծրագրեր են անցկացվում փորձառու հոգեբանների, սոցիալական աշխատողների եւ հայ առաքելական եկեղեցու քահանաների համար։ Սկզբնական շրջանում ծրագիրը հիմնականում Արցախից Տեղ-Բռնի տեղահանված անձինք էին, բայց հետագայում մենք հասկացանք, որ պատերազմի հետևանքը միայն արցախցիները չեն կրում, այլ նաև մեր ողջ բնակչությունը։ Ծրագրի շրջանակում կան եւ կանայք, ցավոք սրտի տղամարդիկ ավելի քիչ թիվ են կազմում, որտեղ տղամարդիկ սովորաբար դժվարությամբ են դիմում հոգեբանական աջակցության, ցավոք սրտի, եւ երեխաների համար առանձին ծրագիր ունենք ճամբարի շրջանակում հայկական բարեգործական ընդհանուր միության հետ համատեղ ծրագիր ենք ունեցել, այսինքն ծրագիրը բաց է բոլոր այն մարդկանց համար, ովքեր ունեն այդ աջակցության կարիքը։ Եկեղեցու հետ հիմնադրամի համագործակցությունը պատահական չէր։ Պատերազմից հետո Մայրաթորը կազմակերպել էր հոգետրավմայի ամոքման դասընթացներ, որոնք մեծ հաջողություն էին ունեցել։ Հիմնադրամն առաջարկում է հոգևոր հոգեբանական վերականգնման ծրագիր նրանց, ովքեր կցանկանան փարատել դժվարին ժամանակների տագնապն ու անհանգստությունները։ Պաշտոնական revival.am կայքում կարող եք անցնել հոգեբանական թեստ, որով նախ հնարավոր է գնահատել ձեր հոգեվիճակը, ապա անվճար մասնակցել խմբային հոգեբանական աջակցության դասընթացների։ Անուշ Առաքելյան, Վռամ Խանամիրյան, Եկեղեցական կյանք։